լավ, Ֆերիդուն Սինիրլի օղլուն, հատուկ անուն ազգանունը նշեցի ու վանքերով, Ֆերիդուն Սինիրլի օղլու, ինքը ինչ, անգլիացի էր, ֆրանսիացի էր, ամերիկացի էր, որ ասում են, ինքը նեղվում է, որ ասում են, որ թուրք է, ասում են թուրք է, բացի դրանից, հարգելի Ժաննա, ինքը սովորական թուրք չէ, այ խնդիրը հենց սրանում է, որ մեր լրագրողը նաև պետք է նշել, որ Ֆերիդուն Սինիրլի օղլուն շատ երկար տարիներ եղել է Թուրքիայի փոխարտգործնախարարը, որքան գիտեմ, մոտ 11 թե 12 տարի, եւ մի քանի ամիս եղել է Թուրքիայի արտգործնախարարը, որ այդ մարդը ամբողջությամբ իր էությամբ հագահայ է, եւ եթե ուսումնասիրում եք իր փոխարտգործնախարար եւ արտգործնախարար եղած ժամանակաշրջանում իր հագահայկական գործունեությունը, զարմանում ես, թե այսքան հայաձյաց թուրքերի մեջ նույնիսկ չկա։ Եվ այդ անասնական համեմատությունը սպորտի հետ, հիշում եք, նույն անասնական համեմատություն Նիկոլա արեց, ասենք, երբ որ ասեցին, որ Ստեփանակերտի ուրեմն մայր տաճարը պայթեցրել են, հավասարեցրել են հողին, ասենք, այսպես թուրքերին պաշտպանել ադրբեջանցիներին, ասելով, թե աղնիսում մենք որ գնանք Արցախեն, այնտեղ ադրբեջանցիները մեր հողերի վրա մզկիթ կառուցեն, մենք որ քանդենք, մենք բողոքելու ենք, ասենք դասական անասունություն, ադրբեջանցիները Արցախենում ոչ մի մզկիթ էլ չեն կառուցել, այնտեղ քանդելու ոչ մի բան էլ չկա, այսինքն դասական մանիպուլյացիա, կեղծիք եւ ասենք Կիկոսի մահը այդ հեքիաթի պատմել էլի, որպեսզի պաշտպանի թուրքերին։ Հիմա նույնը հիմա այստեղ, ասենք չկապ ունի Ֆերիդուն Սինիրլիօղլուի Սինիրլիօղլուի անկեղծությունները, իր հայաձյաձությունը եւ պատրաստակամությունը Նիկոլին պաշտպանել, Նիկոլին օգնել, Նիկոլին սատարել հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարում եւ կաթողիկոսի դեմ պայքարում, այդ իր նշած կրկնում եմ անասնական համեմատությունների հետ։